Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարությունում ևս քննարկվել է նախագիծը եւ ընդհանուր մոտեցման ամբողջությամբ կառավարությունը ևս կողմ է։ Մի քանի խմբագրական առաջարկներ ունենք, որը Տիկին Վարդանյանի հետ քննարկել ենք, կարծում եմ մինչև երկրորդ ընթերցում կշտկենք։ Ըստ էության սրանով ինչ ենք անում, որ բժշկական ծառայությունների մասով ամբողջությամբ ՀԴՄ-ի տրամադրումը կլինի բոլոր ծառայությունների մասով, ոչ միայն քարտային վճարումների, այլ նաև տերմինալների եւ նաև ՀԴՄ-ն կապվում է Արմեդ համակարգի հետ, այսինքն ՀԴՄ-ում կարտացոլվի նաև Արմեդի համապատասխան գրանցման կոդը, նշեմ, որ այդտեղ որևէ անձնական տվյալներ ՀԴՄ-ում չեն արտացոլվի, ԵԽՊԵԿ-ին անձնական տվյալներ հայտնի չեն լինի, այլ ընդհանրապես կարտացոլվի, որ Արմեդում գրանցված է։ Հասկանա, շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, մտքերի փոխանակության համար հերթագրում։ Մտքեր նույնպես չկան, եզրափակիչ ելույթ, պարոն Սահակյան, չեք ունենա, պարոն Ղարամանյան, Տիկին Վարդանյան, ոչ, հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում ենք կառավարության ներկայացրած մաքսային կարգավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյան։ Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում մաքսային կարգավորման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կհիշեք, ազգային ժողովի կողմից այս տարի ընդունվեց ևս մեկ օրենսդրական փոփոխություն, որով կարգավորվում էր սահմանային անցակետերում մուտքի ժամանակ հնարավոր կուտակումների հարցերը եւ ըստ այդ օրենքի սահմանին վճարվող հարկերի համար ժամանակ էր տրվում, որպեսզի մուտք գործելուց հետո վճարվի, այսինքն այդ նախագծով կարգավորվում էր մուտքի ժամանակ առաջացած կուտակումները։ Սույն նախագծով առաջարկում են կարգավորել Հ-ից ելքի դեպքում սահմաններում առաջացող կուտակումները։ Մասնավորապես այդ նպատակով ուսումնասիրել ենք ԵՄ երկրների եւ Վրաստանի փորձը, ինչպես նաեւ հարցում ենք իրականացրել բեռնափոխադրմամբ զբաղվող տնտեսվարողների շրջանակներում։ Հարցմանը պատասխանել են շուրջ 45 բեռնափոխադրմամբ զբաղվող սուբյեկտներ, որոնց պատասխանների համաձայն հարցվածների շուրջ 87%-ը պատասխանել է, որ հաճախ են հանդիպում հերթերի։ Շուրջ 67%-ը պատասխանել է, որ միջինում հերթի սկզբից մինչև մաքսային կետ մուտք գործելը տևում է մոտ 3 ժամ, իսկ 73%-ը պատասխանել է, որ մաքսային անցման կետերի մոտակայքում բեռնատար տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղի անհրաժեշտությունը առկա է։ Հաշվի առնելով այս ամենը, նախագծով առաջարկում ենք սահմանել, որ սահմանային անցման կետերից մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա կլինեն ավտոկայանատեղիներ եւ Հայաստանի Հանրապետությունից ելքի ժամանակ բեռնափոխադրող իրականացնող մեքենաները նախապես կմտնեն ավտոկայանատեղի, որտեղ ավտոմատ եղանակով կգրանցվեն եւ ավտոմատ եղանակով կստանան իրենց հերթի համապատասխան ժամը եւ համարը, որի արդյունքում ըստ իրենց հերթագրման համակարգի կմոտենան սահմանին եւ կկատարվի համապատասխան ձևակերպումները։ Նախագծով նախատեսվում է կառավարությանը վերապահել, որպեսզի կառավարությունը սահմանի կൂട്ടակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացնողների հերթերի կառավարման համակարգի միանալու կարգը, կൂട്ടակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներին ներկայացվող պահանջները, հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, ինչպես նաև հերթերին միանալու համակարգին միանալու հետ կապված կարգավորումները կսահմանվեն պետական եկամուտների կոմիտեի կողմից։ Թերևս այսքանը, շնորհակալություն, եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ։ Հարցերի համար հերթագրում Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարակից զեկուցման համար ամբողջի մոտ եմ հրավիրում տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանին, համեցեք։
Շնորհակալություն հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, հարցը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, ուստի կոչ եմ անում, մենք նույնպես կողմ քվեարկենք, շնորհակալություն այսքանը։ Հարցերի համար հերթագրում